Բարի օր ու բարի տրամադրություն ենք մաղթում բոլորիդ, դուք դիտում եք Ողջույն Արցախ հեռուստանախագիծը։ Այսօր հունիսի 7-ն է, չորեքշաբթի, մնացեք հանրայինի հետ մինչև ժամը 21-ը, իսկ մինչև ժամը 18-ը եթերում կլինենք մենք։ Ողջույն Արցախ եւ հանրային հեռուստատեսության բարեկամ, ուրախ ենք հերթական հանդիպմանը, մնացեք մեզ հետ ու ծանոթացեք մեր գործընկերների աշխատանքին, այսօր էլ եթերը հագեցած է լինելու։ Պատմության մեջ այսօրը Իսպանիայում նշում են Հանրապետության օր, Նորվեգիայում անկախության հռչակման, իսկ Պերույում դրոշի օր, իսկ Արցախում օրվա իրադարձություններին ծանոթացեք օր լրատվականի թողարկումներից։ Այսօր մեր եթերում խնդիրներ, դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներ եւ պատասխանատվության կոչ։ Բնակչության ու համապատասխան գերատեսչությունների միջև ստեղծված անջրպետը չի վրիպում Սոֆի Իվանիդիսի տեսադաշտից։ Դիտեք օրախնդիրը քիչ անց։ Մեր գործընկերուհի Մարտան այսօր եթերում կանդրադառնա երեխաների մոտ առկա ատամնաշարի դեֆորմացիաների հարցերին, ատամնաշարի ճիշտ ձևավորման, բժիշկների խորհրդով բրեկետների տեղադրման օգտակար հատկություններին ու խնդիրներին։ Սոցիում ծրագրի ստեղծագործական խումբը եղել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում բնակվող ազատամարտիկի ընտանիքում։ Վերջինս պետությունից բացարձակ ոչինչ չի ակնկալում, միայն հարգանք եւ ուշադրություն։ Ազատամարտիկի մարտական ուղին եւ կյանքի պատմությունը Սոցիում ծրագրի օրվա եթերում։ Հարց մասնագետին բաժնում Իննա Պետրոսյանը կաշխատի, քննարկվող թեման կներկայացնի հենց նա, խնդրեմ Իննա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս շրջանում, քանի որ շատ ծնողներ եւ շրջանավարտներ մտահոգված են մասնագիտության ճիշտ ընտրության խնդրով, այսօր օգտակար խորհուրդներով կփորձենք իմ մասնագետի իմ հյուրի հետ խոսել։ Նա Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի ուսումնական գծով փոխտնօրեն Իզան Նազարյանն է, այնպես որ հետաքրքիր զրույց է մեզ սպասվում, ձեզ կմիանանք ժամը 19:10-ի, մինչ այդ ժամ։ Ձեզ բարի եթեր։ Շնորհակալություն Իննա, օրվա մասնագետին, ձեր հարցերն ուղղեք 943522 քաղաքային հեռախոսահամարով ձեր էկրաններին է։ Գոյամարտ հավելվածն այսօր էլ կպատմի տարածաշրջանի Մարտունակ բանակի, մեր զինվորների եւ նրանց սխրանքների ու համաբանակային անցուդարձի մասին։ Մեր մեծերի, նրանց անցած ճանապարհի մասին, մարդկանց ովքեր իրենց ավանդն են ունեցել մեր երկրի կերտման տարեգրության մեջ, պատմում է Շարավիղը, հաղորդման օրվա հերոսը մանկավարժ Հայասեր Եգանյանն է։ Հյուրասրահում կընդունենք հունիսի 3-ին ամուսնացած նորահաստատ մի ընտանիքի։ Հետաքրքիր զրույց է սպասվում Արցախում տարվա հարսանիք որակումը ստացած գեղեցիկ երևույթի գլխավոր հերոսներին։ Զրույցը դիտեք օրախնդրի այսօրվա թեմային ծանոթանալուց հետո։ Օրախնդիրն է եթերում։ Բարև բարեկամներ, եթե համեմատելու լինենք խորհրդային տարիների անվճար կրթական համակարգն ու ներկայիս կրթական համակարգը, ապա միանշանակ ներկայիս կրթական համակարգը իր վատ կողմերն ունի եւ սովորողի գրպանի առումով եւ ընդհանրապես որպես կրթական համակարգ եւ վճարումների համակարգում բազմաթիվ անարդարություններ կան, ինչն էլ նկատել են ուսանողները եւ այսօր այս եթերաժամին իրենց նկատառումներն են արտահայտելու։ Իմ զրուցակիցը Արցախի Մայրբուհի երկրորդ կուրսի ուսանող է, ով մասնակցել է ապրիլյան պատերազմին եւ արժանացել արիության մեդալի։ Խնդրեմ դուք ներկայացրեք ձեր խնդիրը։ Խնդիրը հիմնականում կայանում է ուսանողական վարձերին, նամանավանդ ապրիլյան պատերազմի մասնակիցներին եւ զինծառայողներին, այսինքն որոշ չափով զեղչեր կատարվել են ապրիլյան պատերազմի մասնակիցներին, նամանավանդ մեդալակերներին, բայց չգիտեմ ինչու, արդեն վերջին, ուսման տարվա վերջին այդ վարձերի զեղչերը քչացել են։ Այսինքն, որ անցած կիսամյակում եղել է 50% զեղչ, այս տարի երկրորդ կիսամյակում եղել է 15% զեղչ։ Եվ նույնն է, ինչ միակողմանի ծնողազուրկ ուսանողներին եղել է որոշ չափով զեղչը ավելի շատ, բայց երկրորդ կիսամյակում իջեցրել են։ Չգիտեմ թե խնդրի ինչումն է, բայց կցանկանայինք, որպեսզի այդ խնդրի լուծում տան։ Երբ ապրիլին
չսպասված էլի պատերազմ եղավ, երևի թե դուք ծառայողները չեք էլ մտածելով մասնակցում, որ կգաք ու ձեզ կրթական համակարգում որոշ զիջումներ կանեն, բայց եղավ ու դա տևեց մի կիսամյակ։ Այդ առումով երևի դուք մի քիչ նեղսերտացեք ու ինչ որտեղ վիրավորված, որ ապա տարվա երկրորդ կեսին արդեն ձեզ սառնասրտորեն ասում են, որ դուք պետք է արդեն գրեթե վճարեք լրիվությամբ ձեր վարձը։ Քանի որ ծառայությունը դա բոլորիս պարտն է մեր հայրենիքին, չէինք կանխատեսում եւ չէինք իմանում, որ պատերազմ կսկսվի եւ մենք մեր գիտելիքի չափով, մեր իմացածի չափով կարողացել ենք ինչ-որ միտեղ մեր հայրենիքին ծառայել։ Հիմա մենք ինչից ենք նեղսրտված նրանով, որ կոպիտ ասած մեր տեղը չգիտի։ Իմ հաջորդ զրուցակիցը դարձյալ Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժնի երկրորդ կուրսի ուսանող է, ով ընդունվել է անվճար կրթական համակարգ, սովորում է այժմ էլ անվճար, բայց խիստ մտահոգված է այն ընկերներով, ովքեր վճարում են։ Ընդունվեցի այս համալսարանը անվճար համակարգով, բալերի շնորհիվ, ներկայումս սովորում եմ էլի անվճար, արդեն սպայի, որպես սպայի երեխայի այդ արտոնությունից օգտվելով, ես իմ մտահոգությունն եմ ուզում դարձնել այն հարցի շուրջ, որ շատ իրոքից շատ է ուսանողներ, որոնք արժանի են անվճար սովորելու, ստիպված պետք է այդ վարձը վճարեն։ Կարելի է նաև, եթե լրիվությամբ անվճար չդարձնեն, գոնե կեսը, այսինքն տոկոսադրույքը գոնե 50%-ով զեղչուի, կուզենայի ուշադրությունը դարձնել նաև ծնողազուրկ երեխաների այդ վարձի չափին։ Առաջին կիսամյակում կան դեպքեր, որ առաջին կիսամյակում էլի 50% զեղչ էր, իսկ ներկայումս արդեն 30-35% տոկոսադրույք է սահմանվում եւ դա շատ իրոքից մտահոգիչ խնդիր է։ Նաև կուզենայի ուշադրություն դարձնել հեռակա բաժնի մեր սովորող ուսանողներին, որոնք նույնպես սպայի երեխաներ են, բայց քանի որ հեռակա են սովորում, էլի վարձի չափը ամբողջությամբ եմ ուծում, կարելի է նույնիսկ էլի ինչ որտեղ տոկոսադրույք սահմանել զեղչի։ Ես գիտեմ, որ նաև մտահոգություն կա այն առումով, որ այսօր Արցախի պետհամալսարանը ունի պայմանագրային զինծառայողներ, ովքեր ուսանում են այստեղ։ Ու ինչն է հետաքրքիր, զինծառայողի որդին կամ աղջիկը անվճար են սովորում, բայց հենց ինքը զինծառայողը պետք է 100%-յա վճարովի համակարգից օգտվի։ Ես ունեմ ընկեր, որը ծառայում է մեր ՊԲ շարքերում, որպես պայմանագրային հիմունքներով զինծառայող է եւ նայել է արդեն այդ վարձը մուծում, կարելի է ինչ որտեղ էլի վարձի զեղչից օգտվեն, որպեսզի նրանք օգտվեն, քանի որ նրանք են մեր երկրի պաշտպանները, առաջին հերթին նրանք են արձագանքելու թշնամու ոտնձգություններին, ինչ որտեղ, այսպես ասած, պետությունը նրանց օգնությունը ցուցաբերի այսպիսի ձևով։ Եվ լինում է, որ սենց կանգնած ենք մի քանի օգով եւ զրուցում եք այդ թեմայով, շատ ցավալի է, որ մարդիկ գնում աշխատում են եւ նրանց այդ վաստակած գումարը բերում ուծում են որպես վարձ ուսանողական։ Ուսման վարձը տալիս այս օրինակ խնդիրներ են առնչվել ուսանողները։ Մենք այս հարցով լսեցինք Արցախի պետհամալսարանի պատասխանատուներին, ահա ինչպիսին է պատասխանը։ Մենք երկարաձգել ենք ահագին այդ պարտքերի մարման շրջանը։ Եթե մեզ մոտ դա տևում է 2 հատ, ասենք, մի շաբաթ ենթադրենք դեկտեմբերին, մի շաբաթ հունվարին, մենք երկարաձգել ենք մինչև մայիս։ Հնարավորություն ենք տվել իրանք կարին հնարավորություն այդ ժամանակ իրենք մասնակցեն այդ պարտքերը հանձնեն։ Խնդիրը քննարկեցինք նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության ու սպորտի նախարարությունում։ Նախարարի պատասխանը հետևյալն է։ Հայաստանի բուհերի համադրությամբ Արցախի բուհերի սովորողների նկատմամբ մենք գիտենք, չէ, որ վերջին տարիների նաև ծառայող սպաների եւ պահեստազորի սպաների երեխաների նկատմամբ ընդունվեց կառավարության որոշում, որ պետությունը լրիվությամբ փոխհատուցում է նրանց ուսման վճարը։
Եթե դրան ավելացնում ենք նաև սոցիալական որոշ խմբեր, որ օրենքով նախատեսված է, ես կասեի, որ այդ թվերը քիչ չեն, բավականին, օրինակ սպաների երեխաների համար տարվա կտրվածքով 89 միլիոն գումար է կազմում այդ թողարկումը։ Եվ թվում է, որ եթե մենք իհարկե համատության մեջ ենք դնում, նաև իհարկե Արցախցի համարյա բոլոր ուսանողներն են այդ օրերին մասնակցել, եւ մենք գտել ենք, որ այդ եղած արտոնություններն էլ քիչ չեն, բոլոր դեպքերում պարզապես նաև պետությունը չի վիճակի, որ այդքան շատ գումարներ հատկացնի ուսման վճարի փոխհատուցման համար։ Եթե դրան ավելացնենք նաև Հայաստանի բուհերում սովորողների համար, արտերկրի բուհերում սովորողների համար։ Ես չփորձեմ վերլուծել, թե այսօրվա խնդրում ով էր ճիշտ, ով սխալ կամ ում պատասխաններն են թերի։ Միայն մեջ բերեմ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքից։ Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10%-ին, ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7%-ի չափով իր միջոցների հաշվին հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին։ Թվարկվում է 9 կարգավիճակ, որից 7-րդն է մեջ բերում։ Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին առնվազն 30%։ Գոնե ընդօրինակենք այս առումով Հայաստանում գործող օրենքը եւ 30%-ով զեղչ կատարել։ Նորից ասում ենք բարև մեր բոլոր հեռուստադիտողներին, ողջույն Արցախն է եթերում, տաղավարում Հունան Թադևոսյանն ու Անի Մանգասարյանն են։ Վերջին շրջանում հայկական ավանդույթները, այդ թվում հարսանիքները, այսպես ասած ժողովրդի ձեռքով կորցրել են իրենց իրական բովանդակությունը։ Ավանդական հայկական հարսանիքների մեր երկրում հազվադեպ կարելի է հանդիպել։ Ժամանակակից հարսանիքները կամ եվրոպականացված են, կամ ով ինչպես ուզում, այնպես էլ համակցում է տարբեր ազգությունների ավանդույթներ։ Մինչդեռ մենք ունենք մեր ազգային հարուստ ավանդույթները, որոնք այսօր ցավոք չենք կիրառում։ Վերջին օրերին սակայն համացանցը ողողված էր արցախյան ավանդական հարսանիքի լուսանկարներով ու նյութերով։ Արտակ Բեկլարյանի եւ Արմինե Վարդանյանի հարսանիքը տարբերվեց ոչ շատ ճոխ, բայց ազգային յուրահատուկ կոլորիտով։ Այո, ինչպես ասում են, այդ հարսանիքում հայկական ոգի կար։ Մեր հյուրերը նորափեսը Արտակ Բեկլարյանն է իր հրեշտակի Արմինե Վարդանյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Նախ որպիսության մասին ինչպես է տրամադրությունը հետ տոնական։ Արտակարգ։ Ես կասեի դեռ տոնական։ Ավելի լավ մարտական։ Շատ լավ, շնորհավորում ենք ձեզ ամուսնության կապակցությամբ եւ ձեզ երջանկություն ենք մաղթում։ Շնորհակալություն։ Տարոսը բոլոր չամուսնացածներին։ Շնորհակալություն։ Մի քանի օր առաջ դուք կայացրիք ձեր կյանքի ամենահամարձակ քայլը եւ հավերժ միմյանց սերխոստացաք եւ ընտանիքից, ընտանեկան արժեքներից խոսենք սկզբից։ Ընտանեկան արժեքները, այսինքն ինչպիսին պետք է լինեն, թե մի փոքր հստակեցնենք հարցը։ Այո, ինչպիսին պետք է լինեն։ Տղամարդու կնոջ հարաբերությունները ընտանիքում, հավասարությունները։ Իրականում կարող ենք մի քիչ ավելի կատարյալի մասին խոսել, մոդելային տարբերակը կամ մեր մտածածը, քանի որ հատկապես մենք ընտանիքի երկար փորձ չունենք, դեռ 4 օրվա, բայց իհարկե մեր պատկերացումները ունենք նախքան նույնիսկ ընտանիք կազմելը եւ կարծում եմ մոդելը, գլխավոր մոդելը այն է, որ երկկողմանի սիրո եւ ներդաշնակության վրա հենված պետք է լինի ընտանիքը եւ անընդհատ պետք է այդ սերը բխեցնի փոխըմբռնման։ Եթե նույնիսկ տարաձայնություններ կան, խնդիրներ կան, պետք է բոլոր խնդիրները լուծվեն փոխըմբռնումով եւ իրար հետ համաձայնեցնելով, իրար հետ քննարկելով, որևէ սև կետ, որևէ բաց կետ իմ կարծիքով ընտանիքում չպետք է մնա։ Քանի որ կոմունիկացիայի հաղորդակցության պակասը
գլխավոր պատճառն է լինում հակամարտությունների, ոչ միայն ընտանիքում, այլ ցանկացած տեղ, այսպես ասեմ։ Այդ պատճառով ընտանիքում հատկապես հաղորդակցությունը պետք է բարձրագույն մակարդակի վրա դրված լինի։ Այո, վերջին օրերին Ուզում եմ ասել, չասված խոսքեր չպիտի մնան։ Այո։ Վերջին օրերին ամբողջ Facebook-ն ու լրատվական կայքերը հրապարակում են ձեր լուսանկարները, անգամ հարսանեկան առաջին հուզիչ բարի տեսահոլովակը։ Տարվա հարսանիք վերտառությամբ համամիտ եք այս որակմանը։ Դժվար վերտառություն է, գիտեք, տարվա հարսանիք պատասխանատու է, քանի որ նշանակում է համեմատվում ես մնացածի հետ։ Մենք չէինք ուզի համեմատվել եւ մենք չէինք ուզի, որ մեր հարսանիքը բացառիկ լինի, միայն այն պատճառով, որ հայկական ավանդույթներով էր։ Քանի որ մեր նպատակներից մեկը այս հարսանիքը այս ձևաչափով եւ այսպիսի առանձնահատկություններով կազմակերպելու այն էր, որ սա պետք է ավանդույթ դառնա, սա պետք է օրինակ դառնա, քանի որ մեր տիպի հասարակություններում մարդիկ միշտ դժվար է լինում առաջինը լինել մարդկանց համար, եթե նույնիսկ շատերը մտածում են, որ մենք կուզեինք այսպես լիներ, այնպես լիներ, բայց երբեմն վախենում են տարաս հագնել առաջինը լինելուց, տարբերվելուց մնացածից։ Մենք այդ համարձակությունը ունեցանք մեզ վրա վերցնել այդ տարբերվելու ինչ ասեմ խորհրդանիշը կամ առաքելությունը, այսպես ասեմ, իհարկե սա չի նշանակում, որ մենք առաջին ենք ամբողջ Հայաստանում։ Միգուցե Արցախում ենք առաջինը, գոնե այստեղ հիակ չէ, որ մեզնից ամենայն դեպս այո, լրատվական կայքերը այդպես արձագանքեցին եւ այս պայն էկրանների վրա ձեր առաջին բառները դիտենք մի հատված։ Այո։ Կմոռանամ ամեն բան Սևուկ տղա ես կուքտեմ Հրաշալի դեմադրություն էր եւ շատ գեղեցիկ բառ խոստովանենք։ Դա դուք պետք է խոստովանեք։ Ես համամիտ եմ Հունանի անկեղծ խոստովանությանը եւ Հունան պատկերացնում։ Հատկապես ընդրված երգը դա Արմինեի ամենասիրած։ Եվ ես էլ մեծ սիրով համաձայնվեցի հենց իր ընտրություններ, ու ես շնորհակալ եմ, որ շատ ճաշակով ընտրություն կատարվեց եւ սա էլ այն առանձնահատկություններից էր, որ այս երգը պետք է մտնի մեր հարսանիքներ, այո, ցանկում կարելի է օգտագործել, որովհետեւ հրաշալի կատարում էր։ Նաեւ Facebook-յան մեկնաբանություններից հասկացանք, որ ձեր հարսանիքը ամենաօրինակելին էր հայկական միջավայրում եւ ապագա հարսները որոշեցին հարսի շորի փոխարեն կրել ավանդական տարազի նմուշներ, շքեղ, ինչպես Արմինեի զգեստներ։ Խոսենք նաեւ զգեստի ընտրությունից, ումն էր նախաձեռնությունը Արմինե։ Սկզբում որոշեցինք, որ ավելի լավատարածներով ամուսնանանք, ավելի փոքրիկ էինք պատկերացնում մեր հարսանիքը, ասենք եկեղեցի, փոքրիկ շրջանակ եւ այլն, հետո տեն ժամանակի ընթացքում աճեց հարսանիքը իրականում։ Տարածների համար Արտակը միանգամից ասաց, որ ունի շատ լավ ընկեր, Լիլիթ Մելքունյան, Մելիքյան, կներես։ Դիմեցինք Լիլիթին, Լիլիթն էլ սիրով առաջարկեց Տերյան կենտրոնի։ Այո, Տերյան մշակութային կենտրոնի տնօրենն է եւ ինքն էլ մեծ սիրով համաձայնվեց մեզ նվիրել տարածները, ընդ որում ոչ միայն տարածները, այլ նաեւ իրենք մեզ աջակցել են տարոսիկների հարցում եւ որոշ սփռոցների հարցում, այսինքն բավականին շատ ազգային մոտիվներ հենց իրենք են ապահովել եւ խորհրդատվություն են տվել, որպեսզի հնարավորինս գրագետ ձևով ներկայացնենք հայկական ավանդական հարսանիքը։ Այո, երևային ինչը իրական է, որ ցանկացած հարսանիքում, գրեթե ցանկացած հագուստը բավականին ուշ է որոշվում։ Հագուստի հարցը ամենադժվարն է եւ այլն։ Իմ ու Արմինեի պարագայում երևի ամենաարագը եւ ամենաառաջինը հագուստի հարցներ, որ արդեն որոշված էր, ընտրել էինք տարազը, մնացած հարցերը դեռ որոշված չէին։ Հարսանիքի օրը չէինք ընտրել, բայց հագուստն արդեն ընտրել էինք։ Իդեպ ասեմ, որ հագուստի, հատկապես հարսի զգեստի համար արդեն դիմել են մեզ, Facebook-ով գրել է մի քանի հոգի նույնիսկ, որ այդ զգեստները որտեղից կարող ենք ձեռք բերել։ Տերյան կենտրոնից։ Երևանում կա Տերյան մշակութային կենտրոն ազգային գրադարանի շենքում է գործում եւ վերջերս նաեւ Վալեքս հյուրանոցում իրենք մշտական ցուցադրություն են դրել
եւ մի քանի տասնյակ տարածքներ այնտեղ ցուցադրվում են եւ նաեւ վարձույթով տրվում է, միգուցե կարծում եմ նաեւ վաճառվում է։ Կարծում եմ հատկապես Արցախի հեռուստադիտողները, ցանկացողները կարող են Վալեքսի ցուցասրահում տեսնել եւ ընտրել եւ միգուցե նաեւ կարող են կապվել Երևանից հատուկ պատվերել կարող է լինել, Facebook-ում իրենք էջ ունեն, էջում կարող են ծանոթանալ իրենց առաջարկներին։ Շատ լավ։ Արդեն երջանիկ ամուսիններ եք, իսկապես ինչպես կայացավ ձեր առաջին հանդիպումը, դրանից խոսենք եւ նախանշված էր Արտակ, հասկացաք, որ Արմինեն ձեր կյանքի կողակիցը պետք է լինի հենց առաջին հանդիպումից։ Ես ասեմ, թե Արմինեն է։ Արմինե, առաջին հանդիպումը ավելի ճիշտ ծանոթացան Գանձասարում, Երիտվորմի շրջանակներում։ Ես հիացած էի Արտակ Բեգլարյանով, բայց ինքը իմ համար ուղղակի Արտակ Բեգլարյան էր, ուրիշ ոչ մի բան։ Ես չգիտեմ, միշտ չեմ հավատաց այս սերի առաջին հայացքից, բայց մեր հարաբերությունները մի տեսակ, չգիտեմ, շատ արտասովոր սկսեց ու ասենք չէի հասկանում ինչա կատարվում բան, բայց մենակ ինչ-որ մի բան զգում էի ներքուստ, բայց այդ ավելի ուշ էր արդեն։ Այո։ Մոտավոր դա էր ինչ Արմինեն ասեց, ինձ համար էլ ինքը յուրահատուկ էր, առանձնանում էր միջավայրում, բայց սա առաջին ծանոթությունն էր, որից հետո մոտ 1.5 տարի մենք շփում չենք ունեցել, դա 13 թվականին է եղել, հետո արդեն ավելի խորքային իրար բացահայտեցինք, ճանաչեցինք եւ շատ արագ արդեն 15 թվականին, երբ շփվեցինք, այդ ժամանակ էր կարող ենք ասել ոչ առաջին հայացքից, բայց այն առաջին միգուցե այսպես ասեմ, առաջին ձեռք սեղմումից արդեն զգացմունքներ առաջացել էին, հույզեր առաջացել էին ու դա շատ արագ խորացավ եւ հետաքրքրական դեպքեր կան, որոնք միգուցե այլ առիթով կբացահայտենք այդ շրջանում 13-ից 15 թվականներին անպայման կանդրադառնալ նախանշաններ կային։ Ես խոստանում եմ, որ կանդրադառնամ, այո։ Ձեզ անսահման սեր ենք մաղթում։ Շնորհակալ եմ։ Սերը բոլորին անպակաս լինի, այսպես ասեմ, չի խանգարում, բոլորի ընտանիքներում լինի սերը։ Շերեփ բաժանենք։ Ավելի ցուկտա։ Պատրաստ ենք, մենք պատրաստ ենք մեր փորձով կիսվելու եւ ամենակարևորը, ինչպես նշեցի, սերն է, ներդաշնակությունը եւ այդ սերը փոխհմբռնման, փոխադարձ հարգանքի հիման վրա պետք է լինի։ Այո։ Եվ ի տարբերություն արցախյան մյուս հարսանիքների, ձեր հարսանիքը առանձնացավ նաև ձեր հրաշալի դուետով, երգեցիք Ալայլուղ հայտնի երգով։ Անգամ տարբերվող էին հարսանիքի բոլոր երգերը, արցախյան բարբառով ստեղծագործությունները մի առանձնակի համոհոտ հաղորդեցին հարսանիքի ամբողջ կոլորիտին, ով ընտրեց երգերը, երգացանկը, դրանից խոսենք նաև։ Օրինակ առաջին անգամ ենք լսում Պելուն կենացը պարավոք եկալ այդ երգերը։ Այդ հիմնականում երգացանք ընտրել ենք միասին, բավականին բծախնդիր ենք այս հարցում։ Անանտ Արտակ։ Ես շատ դեպքերում ասում եի, այո, ուզում եմ, ոչ չեմ ուզում, հիմնականում ինքն էր։ Մեր հիմնական հարսանիքներում ես անընդհատ որ հարսանիքներում մասնակցել եմ, միշտ ես որպես արվեստի մի քիչ մոտիկ մարդ, այսպես ասեմ, արվեստասեր, միշտ խնդրահարույց պահեր էի տեսնում եւ ինքս ինձ համար էլ ասում էի լավ էս երգը ինչի են դրել, ինչի սրատակ մարդիկ պետք է պարեն եւ այլն։ Այդ պատճառով ամենադժվարը եղել է երգերի ընտրությունը, երաժշտության ընտրությունը, այդ թվում երաժշտական խմբերի ընտրությունը։ Դժվարությամբ, բայց կարողացան գլուխ բերել, չէի ասի կատարյալ ձևով, իհարկե որոշակի խնդիրներ կային, բայց դժվարը սկիզբն է։ Մենք ընտրեցինք համատեղ այդ Ղարաբաղի բարբառով երգերը ընտրել ենք, մենք ենք մեր սարերը համույթի ղեկավարության հետ համատեղ, իհարկե մենք բոլորը լսել ենք, հատ-հատ ընտրել ենք երգերը եւ շատ կարեւոր է, որ հենց բարբառով է արցախյան կոլորիտը ներկայացված է, բայց հետաքրքրական մի փաստ կա, որ այդ երգերի հիմնական մասը Ալեքսանդր Մանասյանն է գրել, բառերը, քաղաքագետ, միգուցե կարող ենք ասել նաև ստեղծագործող հեղինակ, բավականին յուրօրինակ։ Իր հետ ես կապվեցի, ասեցի, այս հարսանյաց շարքը արդյոք չեք ավարտել, զգացում էր, որ ինչ որ բան կիսատ պռատ է,
ինքը ասես չէ, չեմ հասցրել ավարտել, բայց խոստացա մեր հարսանեկի առիթով արդեն խոստացա, որ դրա վրա ավելի ուշ կաշխատի, կարծում եմ հետագայում կհամալրվի այս շարքը։ Բայց ինչպես բերենք այդ երգերը կենցաղ։ Պետք է բերել այսպիսի օրինակներով, այսինքն համարձակ հարսուփեսա պետք է լինեն, որպեսզի իրենք հարսանիքներում ներկայացնեն եւ դրանից հետո մարդիկ տեսնեն, որ դա իրոք գեղեցիկ է, ստացվում է, դրանով հնարավոր է ծեսեր կազմակերպել եւ կենցաղում դա կմտնի։ Եվ նաեւ այստեղ շատ կարեւոր էր Արցախ ազգագրական համույթի դերակատարումը, քանի որ ազգային պարերի ճնշող մեծամասնությունը հենց ազգագրական համույթն է, Արցախ համույթն է կազմակերպել, որի անդամը նաեւ ես եմ, եւ շատ շնորհակալ ենք իրենց։ Սա էլ առանձնահատկություն էր հատկապես Արցախում, Հայաստանի Հանրապետությունում փորձեր կային, որոշ համույթներ երբեմն հարսանիքներում մասնակցում են, բայց էլի բավականին լուրջ փոքրամասնություն է այդ հարսանիքների քանակը, եւ շուտով արդեն Արցախ ազգագրական համույթը պատրաստակամ է մնացած այլ հարսանիքներում եւս ներկայանալ, պարել եւ նաեւ պարեր սովորեցնել հարսանքավորներին ու նաեւ ծեսեր կազմակերպել համապատասխան ազգային կոլորիտով։ Կարծում եմ սա արդեն հնարավորություն է, որ շատ հարսանքավորներ կարող են կազմակերպել։ Այո, դժվարություն չկա, կարևորը կամքն է։ Այո։ Արդեն ուղին հարթացը մնում է մնացածները ուղղակի քայլեն այդ ուղով։ Ամբողջ հյուրերը գոհ էին համենայն դեպս ձեր հարսանիքի ընտրված երաժշտություններից եւ նշեցիք նաեւ Արցախ ազգագրական պարերի համույթի դերակատարումը, միանշանակ դա ոգի տվեց հարսանիքի ընթացքին եւ բոլորը իսկապես շատ գոհ էին։ Եվ քանի որ ժամանակը շատ սուղ է, մեր վերջին հարցը, ինչպիսին եք պատկերացնում ձեր ընտանիքը 10 տարի անց։ Դա Արմինեն կասի։ Արմինե, որպես օջախի հարց մենք արդեն պատկերացնում ենք 7 հոգով։ 7 որդով սեղան նստած, չգիտեմ, միգուցե տա Աստված, քանիսը կլինի, թող կարևորն որոշեն, մենք համաձայն ենք։ Մենք կողմ ենք բազմազավակ ընտանիքի, մեզ համար առանձնահատկություն չկա որդի, եթե դուստր, 7 զավակով կարող ենք ասել, 7-ներ չլինի, որքան լինի մեր հնարավորությունների սահմաններում, եթե կարողանանք այդ ընտանիքը մենք պահել, այդքան երեխա դաստիարակել, մենք պատրաստ ենք առավելագույն քանակին։ Այո, ինչպես մեր մեծերն ասում, խունջուրի սղճիկերք, վսկիքայքուլ տղեր։ Եվ վերջում Արտակ ձեր բարեմաղթանքը բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են ամուսնանալ եւ մեր նորապսակներին։ Մեր բարեմաղթանքը այն է, որ այսպես ասեմ, եթե ովքեր պատրաստվում են իրենց ասենք, հարսանիքների, հարսանյաց միջոցառումների մեջ առավելագույն խորհուրդ դնել։ Այսինքն հասկանալ, թե որ միջոցառումը, որ ծեսը, որ երգը կամ պարը ինչ նպատակով է կազմակերպվում, ոչ թե ուղղակի շոուի համար կամ նկարելու համար, այլ դրանից հաճույք ստանալու համար, հաճույք պատճառելու համար եւ նաեւ միգուցե դրանից ինչ որ հետագա լիցքեր ստանալու համար ընտանիքում, իսկ հետագայում պետք է ընտանիքում լինի այն համերաշխությունը, այն սերը, որով սկսվում է հենց հարսանիքը։ Սովորաբար հարսանիքների ժամանակ առավելագույն սեր է ցուցադրվում, ներդաշնակություն է ցուցադրվում, խնդիրները առաջանում են հետագայում։ Կենցաղում։ Այո, պետք է պատրաստ լինել այդ կենցաղին։ Կենցաղը պետք է հաղթահարել սիրով։ Արտակ հարսանիքի ժամանակ երգեցիք Ալայլող երգը, եթե խնդրենք Եսևանի մի քառատոն կերգեք հիմա մեզ համար եւ մեր հեռուստադիտողի համար, դրանով էլ ավարտենք եթերը։ Ճարներս ինչ։ Սիրուն աղջիկ, սպիտակ հագիր, առայլուխդ վերքս կապիր, սիրուտ գերի ինձ մի տանջիր յարո ջան, երված աղջիկ առայլուխդ, սիրուտ գերի ինձ մի տանջիր յարո ջան, սիրուն աղջիկ առայլուխդ։ Բրավո, շնորհակալություն, կարծում ձեր սերը նաև զգացին էկրաններից այն կողմ գտնվող մեր հեռուստադիտողները։ Մեր սերը բոլորին։ Եվ հենց այդ խոսքով այսօր կեզրափակենք հաղորդման այս հատվածը, որ տրամադրված էր մեզ։ Շնորհակալություն։
Այո, շնորհակալություն եւս մեկ անգամ շնորհավոր ձեր հարսանիքը, սիրելի հեռուստադիտողներ, այսքան այսօրվա համար ցտեսություն եւ ամենայն բարիք։ Կհանդիպենք երեքշաբթի։ Արցախի հանրայինի եթերում մեծ սիրով ողջունում եմ բոլորին։ Գեղեցիկ ատամներ ու ժպիտ ունենալ երազում են բոլորը։ Ոչ ճիշտ ծկթած ատամներ, ատամների միջև արանքների արկայություն, ատամների տեղաշարժ։ Եթե տարիներ առաջ մարդիկ բարդություններ ունեին նման խնդիրների պատճառով, ապա այժմ այս խնդիրները լուծվում են բրեկետ կոչվող համակարգով։ Նման խնդիրներ նկատվում են հատկապես վաղ հասակից երեխաների մոտ։ Այսօր մասնագետի հետ միասին կքննարկենք այդ թեմային առնչվող մի շարք հարցեր։ Բրեկետները ստեղծվել են 18-րդ դարում 1776 թվականին ֆրանսիացի վիրաբույժ Պիեր Ֆոշարի կողմից։ Առաջին բրեկետներն իրար ամրացվում էին մետաղական լարով։ Դրանք տեսանելի էին եւ անգամ դուրս էին գալիս բերանից եւ խանգարում մարդուն հանգիստ խոսել։ 1886 թվականին ամերիկացի բժիշկ օրթոդոնտ Էնգլեմի կողմից բրեկետների կառուցվածքը կատարելագործվեց։ Զբաղվում է օրթոդոնտիան դիմացունոտային անոմալիաների վերականգնումով, բացի դրանից շտկում ենք ատամնաշարը, վերականգնում ենք ծամողական ֆունկցիան, կլման ակտը, ու տարբեր տարիքում երեխաների մոտ կիրառվում են տարբեր բնույթի ապարատներ եւ բրեկետ համակարգեր։ Ապարատները իրենցից ներկայացնում են թիթեղային շարժական ապարատներ, դրանով ստանում ենք ծնոտների աճ, որպեսզի մեծ տարիքում չունենանք ծնոտի խնդիր եւ ատամները տեղավորվեն ատամնաշարում։ Երկրորդը արդեն դեռահաս վիճակում օգտագործում ենք բրեկետ համակարգը, անշարժ տեխնիկա է դա։ Բրեկետ համակարգով մենք կարողանում ենք վերականգնել ատամնաշարի ճիշտ դասավորվածություն, բրեկետներով այդ ենք կարող ստանալ, բացի դրանից վերականգնում ենք էսթետիկ ֆունկցիան։ Օրթոդոնտիկ խնդիրների լուծման ցանկում ատամների բրեկետ համակարգերը զբաղեցնում են առաջին հորիզոնականը։ Դրանք ցուցված են ինչպես մեծահասակներին, այնպես էլ փոքրիկներին։ Մինչև 10-ից 13 տարեկանը երեխաների կծվածքի թերությունները շտկելու համար որպես կանոն տեղադրվում են հատուկ շարժական սարքեր, իսկ ահա դեռահասության տարիքում անշարժ բրեկետ համակարգը։ Անշարժ բրեկետները կարելի է տեղադրել 10 տարեկանից եւ բարձր, եւ բուժման տեղողությունը այդ շրջանում մի քիչ կերկարի, որովհետև ատամնաշարը դեռ ձևավորված չի, ատամներն ծկթած չեն, ինչով է պայմանավորված վաղ հասակում սկսել օրթոդոնտիկ բուժումը։ Այդ հասակում մենք չենք հեռացնի ոչ մի ատամ եւ մեր բուժման արդյունավետությունը կախված է նրանից, որ երեխայի աճը նպաստում է մեզ, որպեսզի մենք մեր ճիշտ բուժման եղանակով ատամներն ճիշտ դասավորենք ատամնաշարում։ Բուժման տեղողությունը ընդհանուր կկազմի 1-ից 1.5 տարի, եթե չունենք շատ բարդ դեպքեր։ Շատ ծնողների համար ցավալի է լինում, երբ ատամնաշարը ուղղելու համար մեզ պետք է լինում հեռացնել որոշ ատամներ, կոնկրետ ժանիքից հետո կաղնած ատամները, դա շատ ծնողներ չեն ընդունում, բայց օրթոդոնտիկ միջամտությունը երբ կատարվում է, արդյունքը մեր պետք է լինի ոչ միայն ճիշտ դասավորված ատամներ, այլ նաև խոսակցական կլման ֆունկցիայի ճիշտ ձևավորում։ Դրա համար մենք հեռացնում ենք 4-րդ ատամները, պրեմոլարները։ Մենք հեռացրել ենք այդ ատամները, որովհետև երեխայի մոտ ինչ-ինչ պատճառներով կար դիստալ կծվածք, եւ մենք այդ խնդրը վերականգնել ենք միայն հեռացման մեթոդով։ Երեխան 13 տարեկան լրանալուն պես նկատել եմ ատամնաշարի խնդիր, էլ երկար մտածելու կարիք չկար եւ համատեղ որոշմամբ տեղադրեցինք բրեկետ համակարգը։ Ճիշտ է, սկզբից մի քիչ երեխայի համար հարմար չէր, անսովոր էր, երևի մի շաբաթից
հարմարվեց երեխան, մոտ մի ամսից արդեն ուղղվեց ատամնաշարը, բայց խնդիրները խորքում ավելի շատ կան, քանի որ բժիշկը մեզ բացատրել է, որ դա հենց միանգամից չի լինում, պահանջվում է որոշակի ժամանակ, մոտ 1 տարի, տարի ու կես, որ պետքա լրիվությամբ ուղղվի, բայց արդյունքը հենց սկզբից էլ երևաց։ Շատ մայրիկներ մտածում են, որ բրեկետ համակարգը կարող է վնասել փոքրիկի ատամների էմալը։ Մասնագետները հանգստացնում ու վստահեցնում են, որ բոլոր տեսակի բրեկետները պատրաստված են բարձրորակ նյութից եւ ոչ մի կերպ չեն վնասում ատամնաշարը։ Ատամը վնասում է ոչ թե բրեկետը, այլ սխալ խնամքը, հիգիենան։ Մենք ամեն բրեկետ համակարգ տեղադրելուց հետո բացատրում ենք երեխաներին, ոնց պետք է պահպանել հիգիենան։ Դա իր մեջ ներառում է օրական 3-ից 4 անգամ լավ լվանալ, բրեկետների արանքները լավ լվանալ։ Երեխան դեռահաս վիճակում ճիշտ չի հասկանում բրեկետի անհրաժեշտությունը, որ իր հետագա կյանքում էլ չի ունենա նմանատիպ խնդիրներ ատամնաշարի հետ կապված, այդ պատճառով ծնողն է բերում երեխային։ Մինչև երեխային համոզում ես, թե ինչքանով է կարևոր քո հիգիենան, մի քիչ դժվարանում է մեր գործը, բայց մենք միշտ պարտադրում ենք, որպեսզի պահպանենք այդ հիգիենան։ Մինչև բրեկետ համակարգ կրելը մասնագետները պիտի համոզված լինեն, արդյոք ձեր փոքրիկը չունի բրեկետ համակարգ կրելու հակացություններ։ Մենք սկսում ենք կատարել հետազոտություններ տարբեր բնույթի։ Այդ հետազոտությունները մեզ տալիս են պատկերացում, թե ինչ ծնոտն է պատճառ հանդիսացել տվյալ երեխայի տվյալ անոմալիայի պատճառ։ Այնուհետև մենք թիթեղային ապարատներով կարողանում ենք վերականգնել այդ թերությունը։ Մենք կամ աճեցնում ենք դեպի տրանսվերսալ ուղղությամբ ծնոտը, կամ խթանում ենք, եթե այն ստորին ծնոտն է գեր աճ տվել, խթանում ենք դրա աճը, կանգնեցնում ենք այդ աճը, որպեսզի երեխան հետագայում չունենա մեծ կզաղ։ Բրեկետները տեղադրելուց հետո պետք է առավել ուշադիր լինել երեխայի ընդունած սննդին։ Պետք է բացառել կպչուն, խրխթան ու կոշ սննդատեսակները, գազավորված ըմպելիքները։ Պետք է խուսափել շատ տաք կամ շատ սառը ուտելիքից, քանի որ ջերմաստիճանի փոփոխությունը կարող է վնասել օրթոդոնտիկ աղեղը։ Չօգտագործել գազավորված հյութեր, չօգտագործել կոշտ սնունդ, ամեն ինչ այդ շրջանում կտրտել քառակուսի վիճակում եւ նոր ուտել։ 14 լրացել է երեխայի, արդեն 1 տարի է կրումը, բայց ունենք երևի հետ արչևում դեռ ունենք մի 6 ամիս, 6 կամ 8 ամիս, միջև լրիվությամբ ուղղվի։ Բժիշկը ուրեմն մեզ երեխային բացատրել է, տվել է մեզ խոզանակներ հատուկ բրեկետները մաքրելու համար։ Դպրոցում տեսել եմ ինչ որ աղջիկը հագի բրեկետ, իմ ատամնաշարը ինձ դուր չի եկել, ես ցանկացել եմ, որ իմ ատամնաշարը նույնպես գեղեցիկ լինի։ Իմ առօրյային դա չի խանգարում, զբաղվում եմ ինչով ուզում եմ եւ հուսով եմ, որ շուտով կունենամ գեղեցիկ ատամնաշար։ Հեշտ է գրել, շուտ եմ հարմարվել, հիգիենա օրը 3 անգամ լվանում եմ։ Ատամները պետք է մաքրել նվազագույնը 10 րոպե, հերթագայելով 2 խոզանակները։ Խոզանակը, որը վեաձև կտրվածք ունի, երկայնակի շարժումներով մաքրել ատամները։ Ցցված մազիկներով խոզանակով մաքրել ատամների կողմնային հատվածները եւ աղեղի տակ դժվար հասանելի տեղերը։ Ծնողներն շատ ժամանակ նկատում են իրենց երեխայի էսթետիկ խնդիրները, բայց ֆունկցիոնալ խնդիրները, կլման ակ, ծամողական ֆունկցիա, իրանք դա չեն նկատում։ Մենակ էսթետիկ խնդիրներով գալիս են մեր մոտ, հետո նոր իմանում, որ անոմալիան երեխայի կարող է զարգացած լինել քթի շնչառության պատճառով, լեզվի սանդիկի կարճ տեղադրման պատճառով, շրթունքի սանդիկի կարճ տեղադրման պատճառով, այդ ամենը ծնողներն իմանում են հետո եւ нор սկսում բուժումը։ Ну, у ребенка начались проблемы, когда уже выпали молочные зубы, когда пошел уже зубной ряд в подростковом возрасте, я уже поняла, что у нее этот зубной ряд выходит неправильно. Честно говоря, я не обращала на это внимания.
Но ребенок уже, смотря на сверстников, понял, что ей тоже хочется иметь красивую улыбку. Она подошла ко мне, попросила о помощи. Ну, я обратилась к нужным людям, я так понимаю, потому что большой результат, положительный результат. У ребенка очень хорошее выпрямление зубов. Ребенок очень быстро привык, ей очень удобно кушать. Она носит брекеты 4-5 месяцев. Մասնագետները խորհուրդ են տալիս բրեկետներ տեղադրել ամառային շրջանում, որպեսզի միջև ուսումնական տարվա մեկնարկը երեխան ավելորդ բարդություններ չունենա եւ հեշտությամբ հարմարվի։ Վստահեք մասնագետներին եւ նրանց օգնությամբ շտկեք ձեր երեխաների ատամնաշարի խնդիրները, որպեսզի նրանք ունենան առողջ ատամներ ու գեղեցիկ ժպիտ։ Կհանդիպենք։